ԱԱԾ շենքում տեղակայված Երևան կենտրոն ՔԿՀ-ից հրապարակվել է Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ arczepiskopos Գալստանյանի նամակը, որում նա նշել է, որ բանտախցում գտնվելու համար 1 վայրկյան անգամ չի զղջում։ 3 մտորումներից մեջ ակամայից անդրադարձավ, որ մոտավորապես 90 տարի, իսկ ավելի ճիշտ 88 տարի առաջ 1937 թվականին այս նույն շենքում կալանավորվել եւ ապա նույն շենքի նկուղում գնդակահարվել է Բագրատ arczepiskopos Վարդազարյանը, ում անվան կրողը լինելու պատիվին ծնծայեց իմ հոգեվոր ծնող Գարեգին ամենայն հայոց հոգելույս հայրապետը։ Ինձ ձեռնադրեց եւ օծեց Բագրատ arczepiskopos Վարդազարյանի եւ պատվիրեց հավատարիմ լինել նրա անցած ճանապարհին եւ շարունակել նրա ավանդը։ Շուրջ 30 տարի ես փորձում եմ պատվով եւ երախտիկով կրել նահատակ Սրբազանի անունը, ով իր ողջ կյանքն անցկացրել է պայքարի բովում՝ ի պաշտպանություն եւ հանուն հայոց ինքնության, արժեքների, մայր եկեղեցու եւ հայրենիքի։ Պայքարել է ցարական Ռուսաստանի ոտնձգությունների դեմ, Բաքվում ադրբեջանական հրոսակների դեմ, ողջունել անկախ Հայաստանի հռչակումը եւ ապա հայտնվել խորհրդային հալածանքների ներքո։ Այնուհետև իր կյանքը կնքել նահատակությամբ հանուն հայի եւ Հայաստանի, հանուն Սուրբ եկեղեցու եւ ինքնության, հանուն սեփական պատմության եւ կենսագրության, հանուն գալիքի եւ հայոց հաղթանակի։ Հիմա ես այն նույն վայրում եմ, միգուցե նույն խցում, թե ինչ կլինի շարունակությունը կտեսնենք հետագայում, սակայն մեկ բան հստակ է. վերադարձել ենք 1937 թվական, երբ հակահայկական իշխանությունը ենթարկվելով թշնամու պարտադրանքներին ինքն իրեն կարգել է որպես թշնամի այն ամենին, ինչը կարող է վերականգնել մեր տունն ու պատիվը։ Այն ժամանակ էլ Բագրատ arczepiskopos Վարդազարյանին զրպարտեցին որպես ահաբեկիչ, ժողովրդի թշնամի եւ պետական դավաճան կամ հանցագործ։ Սա նույնաբնույթ նկարագիր ունեցող իշխանության էություն է, որի վախճանը անխուսափելի է, ինչպես խորհրդային բռնապետներինը։ Հաղթանակը այլընտրանք չունի, նշվում է Բագրատ Սրբազանի նամակի մեջ։